Մենք մի փոքր անցել ենք գրավիտացիայի մասին, մենք մի փոքր անցել ենք նաև էլեկտրոստատիկայի մասին։ Ուրեմն ժամանակն է սովորել տիեզերքի մյուս հիմնական ուժի մասին։ Ձգողության ուժից հետո դա մեզ ամենածանոթ երկրորդ ուժն է, եւ դա մագնիսական ուժն է, մագնիսականությունը։ Որտեղից է գալիս այս բառը։ Կարծում եմ, որոշ քաղաքակրթություններ, ասեմ, որ ես պատմաբան չեմ, հայտնաբերել են մագնիսական քարեր, այսինքն առարկաներ, որոնք ձգում են նմանատիպ այլ առարկաների, այսինքն այլ մագնիսների։ Դրանք կարող են ձգել անգամ մետաղական առարկաներ, ինչպիսին օրինակ երկաթն է, ինչպես նաև ֆերոմագնիսական առարկաներ։ Այդ հատկությամբ օժտված առարկաներին նրանք կոչել են մագնիսներ։ Ես ենթադրում եմ, որ սա արևմտյան տերմին է, այդ առարկաները կոչվել են մագնիսներ, որովհետև հայտնաբերվել են Հունաստանի մագնեզիա մարզի շրջակայքում եւ ես իսկապես համոզված եմ, որ այնտեղ ապրող մարդիկ նույնպես կոչվել են մագնիսներ։ Ամեն դեպքում դու կարող ես նայել Վիկիպեդիա եւ իմանալ դրա մասին ավելին, քան ես գիտեմ։ Լավ, այժմ եք ուշադրություն դարձնենք, թե ինչ բանն է մագնիսականությունը։ Ես կարծում եմ, որ մեզանից շատերը գոնե գործնական գիտելիքներ ունեն, թե դա ինչ է։ Մենք բոլորս խաղացել ենք մագնիսներով եւ զբաղվել կողմնացույցով։ Բայց հենց այժմ ես քեզ կբացատրեմ, թե ինչ է դա իրականում, ընդ որում բավականին խորությամբ։ Մենք կարող ենք մաթեմատիկորեն հասկանալ ու կառավարել այն եւ տեսնել, թե ինչպես է այն կապված էլեկտրականության հետ։ Մենք փաստորեն քեզ ցույց կտանք, որ էլեկտրոստատիկ ուժը եւ մագնիսական ուժը իրականում նույն բանն են, միայն թե տարբեր հաշվարկման համակարգերից դիտարկած։ Ես գիտեմ, որ այս ամենը հնչում է շատ բարդ, որովհետև մեր դասական նյուտոնյան աշխարհում մենք դիտարկում ենք դրանց որպես երկու տարբեր ուժեր։ Իմ ասածն այն է, որ չնայած մեզ համար կարծես թե մագնիսը սովորական բան է, այսպես ինչպես գրավիտացիան, բայց այս գրավիտացիան նույնպես բավականին առեղծվածային է մագնիսականության նման, եթե իրապես մտածում ես, թե այն ինչ է։ Այսպիսով, հաշվի առնելով ասվածը, եք փորձենք գոնե որոշ գործնական գիտելիք ստանալ, թե ինչպես կարող ենք վարվել մագնիսականության հետ։ Այսպես ուրեմն, մենք բոլորս ծանոթ ենք մագնիսի հետ։ Ահա, սա մագնիսը է։ Մենք գիտենք, որ մագնիսը միշտ ունի երկու բևեռ, հյուսիսային և հարավային։ Սրանք պայմանական նշանակումներ են։ Երբ մարդիկ առաջին անգամ հայտնաբերել են այսպիսի մագնիսներ, կամ մագնիսի միջոցով մագնիսացել են ասեղը և դրել այն ջրով լի դույլի մեջ գտնվող խցանի վրա, այդ ասեղը ցույց է տվել երկրի հյուսիսի ուղղությունը։ Եվ մարդիկ ասել են, եք ասեղի այն ծայրը, որը ցույց է տալիս երկրի հյուսիսային բևեռի ուղղությունը, անունը դնենք հյուսիսային բևեռ։ Իսկ ասեղի այն ծայրը, որը ցույց է տալիս հարավային բևեռը, կներեք, այն ցույց է տալի երկրի աշխարհագրական հարավի ուղղությունը, անվանենք հարավային բևեռ։ Լավ, մեկ այլ ձև կա այն նշանակելու, ունենք մագնիս, որին թույլ ենք տվել ազատորեն առանց շփման կողմնորոշվել, այդ մագնիսի այն ուղղությունը կամ այն կողմը, որն ինքն իրեն կողմնորոշվել է դեպի մեր աշխարհագրական հյուսիսը, կանվանենք հյուսիսային բևեռ, իսկ հակառակ կողմը կլինի հարավային բևեռը։ Լավ։ Մենք անվանում ենք երկրի գագաթը հյուսիսային բևեռ, իսկ հակառակ կողմը անվանում ենք հարավային բևեռ։ Սա հյուսիսային բևեռն է, դու դա գիտես, եւ սա հարավային բևեռն է։ Բայց գոյություն ունի մագնիսական հյուսիսի այլ գաղափար, թե դա որտեղ է։ Ես ենթադրում եմ, որ դու կարող ես ասել։
Դա այն տեղն է, որտեղ ցույց է տալիս կողմնացույցը, այսինքն կողմնացույցի սլաքի հյուսիսային մասը ցույց է տալիս հյուսիսային բևեռը։ Իրականում մագնիսական հյուսիսը տեղաշարժվում է երկրի ներսում շարժվող հեղուկների պատճառով, ինչպես նաև մի շարք այլ փոխազդեցությունների պատճառով, դրանք շատ բարդ փոխազդեցություններ են։ Այդուհանդերձ մագնիսական հյուսիսը իրականում գտնվում է մոտավորապես Կանադայի հյուսիսային մասում, այսպիսով մագնիսական հյուսիսային բևեռը կարող է լինել այստեղ։ Իսկ մագնիսական հարավային բևեռը ես ճշգրիտ չգիտեմ, թե որտեղ այն գտնվում, բայց այն կարծես թե մի փոքր տեղափոխված է։ Այլ մի փոքր շեղված է աշխարհագրական հյուսիսային եւ հարավային բևեռներով անցնող առասկից, եւ սա մյուս փոքրից շփոթեցնող պահն է։ Մագնիսական հյուսիսը աշխարհագրական տեղանք է, որը ցույց է տալիս մագնիսի հյուսիսային բևեռը։ Բայց դա իրականում կլինի հարավային բևեռը, եթե դու երկիրը դիտարկես որպես մեծ մագնիս։ Այսպես ուրեմն, եթե երկիրը համարենք մեծ մագնիս, ապա դու փաստորեն դիտարկում ես աշխարհագրական հյուսիսային բևեռը որպես մագնիսի հարավային բևեռ, իսկ աշխարհագրական հարավային բևեռը մագնիսի հյուսիսային բևեռ։ Դու կարող ես ավելին կարդալ այս մասին Վիկիպեդիայում։ Ես գիտեմ, որ սա մի փոքր շփոթեցնող է, սակայն սովորաբար մագնիսական հյուսիսի կամ հյուսիսային բևեռի մասին խոսելիս շատ մարդիկ ի նկատի ունեն հյուսիսային տեղանքը, իսկ հարավայինը աշխարհագրական հարավային տեղանքն է։ Այս տարբերությունը նշելու հիմնական պատճառը այն է, որ մենք գիտենք, որ երբ գործ ունենք մագնիսի հետ, ինչպես էլեկտրականության կամ էլեկտրաստատիկայի դեպքում, ես կասեմ հիմնական տարբերությունը եւ շատ համառոտ, հակառակ բևեռները ձգում են իրար։ Այսպիսով, եթե իմ մագնիսի այս կողմը ձգում է երկրի հյուսիսային բևեռը, ապա երկրի հյուսիսային բևեռը կամ մագնիսական հյուսիսը իրականում պետք է լինի այս մագնիսի հարավային բևեռը եւ հակառակը։ Իմ մագնիսի այս մասում գտնվող հարավային բևեռը ձգվելու է երկրի մագնիսական հարավային բևեռը, իրականում երկիր կոչված մագնիսի հյուսիսային բևեռն է։ Ամեն դեպքում ես կհեռացնեմ երկիրը, հավասարումից, քանի որ այն մի փոքր շփոթմունք է առաջացնում, ահա կհեռացնենք նաև մագնեզիան, թույլ տուր նաև ջնջել սա։ Հետաքրքիր է, արդյոք մագնեզիում տարը նույնպես առաջին անգամ հայտնաբերվել է մագնեզիայում։ Հավանաբար, իսկ ես փաստորեն տեղեկագրքում փնտրել եմ մագնեզիայի կաթը, որն իրականում լուծողական է, եւ դա ոչ թե հայտնաբերվել է մագնեզիայում, այլ պարունակում է մագնեզիում։ Այսպիսով, ես ենթադրում եմ, որ դրա ակունքները կարող է լինել մագնեզիայում, եթե մագնեզիումը հայտնաբերված լինի մագնեզիայում։ Ամեն դեպքում բավական է մագնեզիայի մասին։ Լավ, վերադառնանք մագնիսներին, ահա, սա մագնիս է, բայց լավ, թույլ տուր մեկ այլ մագնիս նկարել, ջնջենք այս մագնիսը, լավ, թույլ տուր երկու ուրիշ մագնիս նկարել, ահա, առաջին մագնիսը, ահա երկրորդ մագնիսը, սա հյուսիսային բևեռն է, սա հարավային, սա հարավային բևեռն է, սա հյուսիսային։ Երբ մենք բոլորս երեխա ենք, փորձից լավ գիտենք, որ հյուսիսային բևեռը ձգվում է մյուս մագնիսի հարավային բևեռի կողմից։ Եվ որ մագնիսը պտտելու դեպքում այն վանվում է մյուս մագնիսի հյուսիսային բևեռի կողմից։ Այսինքն, հյուսիսային բևեռներով դեպի իրար շրջված մագնիսները վանվում են։ Հետևաբար մենք գալիս ենք այն նույն գաղափարին, որ հանգել ենք էլեկտրաստատիկայում։
Այն, որ մագնիսն իր շուրջը ստեղծում է դաշտ։ Այն ստեղծում է իր շուրջն այդ վեկտորներն այնպես, որ եթե դու դաշտում դնես այնպիսի մի բան, որի վրա դաշտը կարող է ազդել, ապա այդ ազդեցությունը կդրսևորվի ինչ-որ արդյունարար ուժի ձևով։ Բայց նախքան մագնիսական դաշտի հասկացության մեջ խորանալը, ես ցանկանում եմ նշել մի զգալի տարբերություն մագնիսականության եւ էլեկտրոստատիկայի մեջ։ Մագնիսականությունը միշտ հանդես է գալիս դիպոլի տեսքով։ Ինչ է դիպոլը։ Դա նշանակում է, որ մենք ունենք երկու բևեռ՝ հյուսիսային բևեռ եւ հարավային բևեռ։ Էլեկտրոստատիկայում դու ունես երկու լիսկ՝ դրական եւ բացասական։ Այսպիսով դու ունես երկու լիսկ, բայց դրանք կարող են գոյություն ունենալ առանձին։ Դու կարող ես ունենալ միայն պրոտոն։ Դու ստիպված չես նրա կողքին ունենալ էլեկտրոն։ Դու կարող ես ունենալ միայն պրոտոն, եւ այն իր շուրջը կստեղծի էլեկտրական դաշտ, այդ դաշտի ուժագծերը կտարամիտեն։ Այսպիսով դու ստիպված չես այստեղ միշտ ունենալ բացասական լիսկ։ Նմանապես դու կարող ես ունենալ միայն էլեկտրոն, եւ դու ստիպված չես սրա կողքին ունենալ պրոտոն։ Այսինքն դու կարող ես ունենալ միաբևեռներ։ Դրանք կոչվում են միաբևեռներ, քանի որ դու ունես միայն մեկ լիսկ եւ խոսքը գնում է էլեկտրոստատիկայի մասին։ Սակայն մագնիսականության մեջ դու միշտ ունես դիպոլ։ Եթե ես վերցնեմ հենց այս մագնիսը եւ կտրեմ այն մեջտեղից, ապա ինչ-որ հրաշքով դրա երկու կեսերից յուրաքանչյուրը, ահա, այս մագնիսը եւ այս մագնիսը կվերածվեն երկբևեռ մագնիսի, որտեղ սա կլինի հարավային բևեռը, սա կլինի հյուսիսային բևեռը, սա կլինի հարավային բևեռը, սա կլինի հյուսիսային բևեռը։ Իրականում ես կարդացել եմ, որ տեսականորեն կարող է գոյություն ունենալ մագնիսական միաբևեռ, սակայն այն դեռևս չի հայտնաբերվել բնության մեջ։ Այսպիսով, բնության մեջ գոյություն ունեցող բոլոր մագնիսները երկբևեռ են։ Այսպիսով դու կարող ես շարունակ կտրել մագնիսը այնքան մինչև որ մեկ էլեկտրոն մնա եւ կպարզվի, որ իրականում մեկ էլեկտրոնը նույնպես մագնիսական դիպոլ է։ Այն եւս ստեղծում է մագնիսական դաշտ, եւս ունի հյուսիսային եւ հարավային բևեռներ։ Փաստորեն պարզվում է, որ բոլոր մագնիսների մագնիսական դաշտը իրականում ստեղծվում է նրանում առկա էլեկտրոնների կողմից, էլեկտրոնի սպինի կողմից։ Դու գիտես, որ էլեկտրոնի սպինի մասին խոսալիս մենք պատկերացնում ենք պտտվող լիսկի փոքրիկ գունդ, բայց էլեկտրոնը գիտես ունի զանգված, հետևաբար անորոշ է դառնում, արդյոք այն էներգիա է, թե զանգված, եւ այնուհետեւ ինչպես է էներգիայի գունդը պտտվում, եւ այլն։ Այսպիսով այս ամենը դառնում է համարյա մետաֆիզիկական, այնպես որ ես չեմ ցանկանում շատ խորանալ դրա մեջ, անկեղծ ասած ես չեմ կարծում, որ դու կարող ես իսկապես այն ինտուիտիվ հասկանալ։ Դա մի աշխարհ է, որտեղ մենք նորմալ կերպով չենք գործում, բայց անգամ այս մեծ մագնիսների, որոնց հետ դու գործ ունես, մագնիսական դաշտը ստեղծվում է դրանց մեջ եղած էլեկտրոնների, սպիների եւ պրոտոնների շուրջը էլեկտրոնների շարժման հետևանքով։ Դե հույս ունեմ, որ ես չեմ ճնշում քեզ եւ դու կարող ես ասել՝ լավ, իսկ ինչպես է որ մետաղական ձողը երբեմն մագնիսանում է, երբեմն ոչ։ Դե երբ բոլոր էլեկտրոնները մետաղական ձողում կատարում են անկանոն պատահական շարժումներ, այդ չի մագնիսանում, քանի որ մագնիսական սպիները կամ էլեկտրոնների ստեղծած մագնիսական դաշտերը քաոսային լինելու պատճառով իրար համակշռում են, այսինքն ոչնչացնում են։ Բայց եթե դու ուղղորդես էլեկտրոնների սպիները, ինչպես նաև դրանց պտույտները, ապա դու կունենաս մագնիսացված ձող։ Ամեն դեպքում ես ավարտեցի ներածական դասը եւ հույսով եմ, որ դա քեզ մի փոքր գործնական գիտելիք տվեց այն մասին, թե ինչ է մագնիսը։ Իսկ հաջորդ վիդեոյում ես կտամ այս երևույթի բացատրությունը։ Առաջինը ես կմեկնաբանեմ մագնիսական դաշտի գաղափարը մեր տեսանկյունից, ապա կբացատրեմ, թե ինչպես է ազդում մագնիսական դաշտը մեկ էլեկտրոնի վրա, կամ ոչ թե մեկ էլեկտրոնի վրա, այլ շարժվող լիսկի վրա։ Կտեսնվենք հաջորդ վիդեոյում։